Այս վերջերս լսեցինք, որ ինչ-որ հայր երեխային սպանել էր, հետո թաղել էր, հետո տեղը փոխել էր, ուրիշ տեղ էր թաղել, հետո վերջը բռնել են, թե ով է, հիմա քրեական հետապնդում կա։ Լոռու մարզում էլ մի հատ անչափահաս ուզում էր սպանել հորը, խփել է մի քանի անգամ քնած հորը դանակով, բայց հայրը չի մահացել։ Հասարակությունը զարմացել է եւ մեկնաբանություններում, երբ որ կարդում եմ, շատերը ասում են, «Էս ինչ բան է, առաջ սես բան չկար, հիմա կա, ոնց կարելի է հորը սպանել»։ Այդ հետևորդներին ես ուղղակի առաջարկում եմ եւս մեկ անգամ վերընթերցել Ռաֆու Սամվելը։ Բարև ձեզ։ Հիմա եկեք չմտնենք մանրամասնությունների մեջ այդ կիսասպանության, որ այդ որ ինչի է ցանկացել հորը սպանել, մանրամասները կարող են լինել տարբեր, շատերը գրում են, որ մոտիվացիան այն է եղել, որ հերը մորը ծեծել է, դրա համար է ուզեցել վրեժ խնդիր լինել եւ այլն, դա կարեւոր չի։ Եկեք հասկանանք, մտնենք մի քիչ խորանանք այդ խնդրի մեջ, որովհետեւ ես իհարկե հավակնություն չունեմ հոգեբանական վերլուծություն անել, բայց հավատացեք իմ ներկայացումների զգալի մասը դա ընտանիքների մասին է։ Մանավանդ այս վերջի երկու ներկայացումը, որը որ մեկը խաղացի տարից քեզ այդ ներկայացումը, դա ռեալ պատմություններ ուսումնասիրելու արգասիք էր, այսպես ասած, եւ ստեղծագործական կյանքի զգալի մասը իմ նվիրել է մարդկային հարաբերություններին։ Ինչ չի հետաքրքիր, ասենք, քաղաքականությունը, բանը, ասենք, եղել է միայն որպես որ հումոր, բայց մարդկանց հարաբերությունները, ընտանեկան հարաբերությունները շատ կարևոր են եղել ինձ համար եւ միշտ մտորել եմ այդ թեմայով, դրա համար ինձ իրավունք եմ վերապահում իմ մտորումներով կիսվեմ ձեզ հետ ուղղակի։ Երբ որ մարդ ուզում է շենք սարքի, գնում է քաղաքապետարան, վերցնում է ինչ-որ թղթեր, հետո իրեն առաջարկում են ինչ-որ, չգիտեմ, բան, հա, ճարտարապետը գծում է այդ տունը, շինթ թույլտվություն է ստանում, կան ինչ-որ նորմեր շենքեր կառուցելու, այդ շենքը կառուցում է, այդ շենքը պիտի ունենա կոյուղի, ցանկալի է ունենա պարկինգ, ասենք կամ անհրաժեշտ է, պետք է ունենա, ասենք, պատշգամբ, էլի ցանկալի, անհրաժեշտ չի, բայց ցանկալի է որ ունենա պատշգամբ, բայց կոյուղին անհրաժեշտ է որ ունենա, ջուր անհրաժեշտ է որ ունենա, ցանկալի է ունենա գազ, բայց դա չէ կարա էլեկտրականություն լինի, այսինքն չերկարացնեմ, կան ինչ-որ նորմեր եւ եթե այդ նորմերը չի պահպանվում, ապա պետությունը թույլ չի տալիս, որ դու այդ շենքը կարող ես, կամ համարում է ապօրինի շինություն եւ գալի Ավինյան ձյաձյան գալիս է ու քանդում է այդ շինությունը, ասում է դու սխալ ես կառուցել, սա իրավունք չունես ես կառուցելու, սա վտանգավոր է, սա խանգարում է հանրային շահին եւ այլն։ Ժողովուրդ, երբ որ մենք ընտանիք ենք կազմում, երբ որ երիտասարդները կազմում են ընտանիք, ընդամենը մի հատ ծյոծ զաքսում, դրոշը սենց դրոշի գույնով ինչ որ տենց երագույն ինչ որ տենց լենտ կապած վրեն, հա, այդ ծյոճը ասում է, որ դուք Հայաստանի Հանրապետության հայտարարվում եք, դա այդպես, ու լավագույն դեպքում էլ եկեղեցում, ասենք, ասում են տերես, են ասում է, հնազանդս, հանդը ասում է, ինչ պետք է անեմ, որ հնազանդ չլնեմ տեր հայր, ու համարում են մարդու կնիկ, վերջ, այդ մարդու կնիկը կարող են արդեն ունենան երեխաներ։ Այստեղից էլ ամեն ինչ սկսվում է, ժողովուրդ ջան։ Մենք չունենք ընտանիքի ինստիտուտ ասածը, որովհետև տեսեք, շենք կառուցելու համար
միլիոնա թուղթ ես բերում, թեպետ մարդիկ առանց այդ թղթերն էլ շենք կառուցում են, էլ նես չի, որ միշտ եղել է կադաստր, պրոյեկտ, ես իմ ինչ, գյուղերի 90%-ը այն մանավանդ այն շենքերը, որ 20-ականներից առաջ են կանգնած են, մինչև հիմա էլ չասեն, որ ասենք 18-րդ դարում էլ որ շենք սարքում էին, կադաստր չկար, հա։ Հազարաշեններում ապրում են մարդիկ, իրանց հիմա երթիկը կա, դուռը կա, վերջ, գոմը կա, այս էլ պատը ընդեղ էլ անասունն է ապրում, վերջ։ Այսինքն յոլա գնում են։ Հիմա այտենց չի։ Իսկ ընտանիքը եւ փորոզում ես ոնց փորոզում ես բանալա կազմի բազմացի բամբեր ջայնամ թե երեխեքը ոնց կմեծանան ջայնամ թե ասենք հերը մորը չի ծեծի մայրը հորը անենց հոգեբանական միած ստրեսի չի ենթարկի որ այդ հերը կամ նարկոմանա դառնում կամ գնում ալևի կամ իրան պատոնից գցում մի օր բան եւ այլ դա խնդիր դա պետության խնդիրը չի եւ այդ արքիրա այնա որ գնում ես բաժանվելու Քեզ էլի է ծյոցը, որը որ լենտը գցած է երրագույնը, ասում է, իսկ որն է պատճառը։ Ու իրան թվում է, մենք նստենք պատճառը բացատրես որն է, ասում ես բնավորությունները չեն համընկել։ Հա լավ, շատ լավ, ով գրում է բնավորությունները չեն համընկել, եթե դա դատաստան բան կա, եթե չկա միանգամից բաժանում են ու պրծնում։ Գիտեք, այդ անպատասխանատու վերաբերմունքը պետության ընտանիքների հանդեպ անհանդուրժելի է, որովհետև ընտանիքն է, որ պետության հասարակության այդ սոսինձն է, չէ, եթե դու ունես ամուր ընտանիքներ, դու ունես ամուր հասարակություն պետության մեջ ամուր պետություն։ Կա ինչ-որ բարքեր, կա ինչ-որ նորմեր եւ այլն։ Այդ մեկը, ասենք, անտեսված է ավելի շատ, քան մի հատ, ասենք, տրուբակ ցելա, ասենք մի հատ ստեից ընդ մի հատ խողովակ ես ուզում գցես, այնքան են զզվացնում, այնքան են գալի թուղթ, համասայի բստորագրություն, թույլտվություն ու զարմար, որ ասում ես ախպեր, չեմ ուզում, ոչ ձեր անցկացած գազն եմ ուզում, ոչ ձեր անցկացած ջուրն եմ ուզում, ջուրը ասենք անցկացնելու ման միլիոններ ես տալը, չէ, ասենք Հայաստանում, ասում ես ես դե փոս կփորեմ, ես ինքս ջուր կհանեմ տեղից, այնքան որ ինձ թողեք հանգիստ։ Ինչի՞ է տենց։ Եվ մենք զարմանում ենք, որ մեր ընտանիքներին զգալի մասում կա բռնություն, մարդիկ իրար հետ շփվելու ոչ մի կուլտուրա չունեն, երեխեքը ենթարկվում են կամ ֆիզիկական բռնության, կամ սեքսուալ բռնության, կանայք նույնպես, տղամարդիկ նույնպես։ Այսինքն ընտանիքը դառնում է մի դժոխք, մի բան, ինքը պարտադիր է, որովհետև կողքից զզվացնում են, հա, հերդ ու մերդ են զզվացնում, տատդ ու պապդ են զզվացնում, ամուսնացի, այս խեղճ երեխեքն էլ նայում են իրանց, ասում են արա սաղ կյանք կռիվ են արել սրանք իրար, սաղ կյանք միս են կերեմ, ես ամուսնանամ, ես եմ միս ուտեմ, չեմ ուզում, ու տեն զգվում է և եթե նկատել եք հայ հասարակությունը այլևս զգ առանձնապես չի բազմանում, որովհետև նախ եւ առաջ 30% եթե ոչ ավել ամուսնանալուց հետո բաժանվում են, դե այն մնացածները երկու երեխուց ավել չեն ունենում, որովհետև կան բազմաթիվ պատճառներ, համ սոցիալական պատճառներ, համ էլ անձնական պատճառներ, որ ասենք այս կինը ասում է, լավ, այս անասունից մի հատ բերել եմ, հերիք չի, մի հատ է բերեմ, կամ մարդն ասում է, կովից մի հատ բերել եմ, լրիվ հերիք է, էլի ախպերը, իրանք տենց են վերաբերվում իրար, իհարկե հանգանց չմտածեք, որ ես համարում եմ, որ սաղ տղամարդիկ անասուն, սաղ կանայք կով, չէ, բայց վերաբերմունքը այդպիսինն է, մենք իրար վերաբերվելու կրթություն չունենք, այնինչ, ամուսնանալուց առաջ, դպրոցում, ինստիտուտում, չգիտեմ, որև ընտանիքում չի, ընտանիքում դա ընտանիքում չեն սովորացնի, ընտանիքում մարդ տեսնում է իր ընտանիքի մոդելը, եթե բախտը բերեց նորմալ մոդել ունեցավ, ուրեմն կունենա նորմալ ընտանիք, եթե բախտը չբերեց մեր ու հերը, ասենք, բանը շուն ու կատու են տունը խաղում, չկա ոչ հարգանք, ոչ պատիվ, ոչ մի բան, ուրեմն ինքը նույնատիպ ընտանիքը հետո ստեղծելու։ Եվ ես կարծում եմ ամենամեծ բացը, մեծ բացերից մեկը մեր կրթական համակարգի, կրթության, հա, այդ սեռական դաստիարակություն ասածն է։ Սեռական դաստիարակություն մենք միանգամից իջնում ենք գոտկատեղից ներքև ու կարծում ենք, որ մենք պիտի խոսենք կամ առնանդամից կամ հեշտոցից, չէ, դա տենց չի, սեռական դաստիարակությունը դա սեքսը չի, սեքսը սեռական դաստիարակության հետևանքն է,
Սեռական դաստիարակությունը այնա, որ երկու սեռ պիտի հարաբերվեն իրար հետ։ Երբ որ իշխանությունը բարձեց հարց սեռական դաստիարակության, այս ընդդիմությունը մի առիթավորվե, ոնց թե մեր սուրբ երեխեքը դու ինչպես կարելի է փոքր երեխային սեռական, որտեղ իրանք փչացած են։ Դուք փչացած եք, որ պարլամենտում նստած մարդիկ մանյակ են ու փչացած։ Որովհետև սեռական դաստիարակությունը այդ չի։ Սեռական դաստիարակությունը դա էլեմենտար շփումներն են տարբեր սեռերի, որովհետև սեռերը տարբեր են ոչ միայն ֆիզիկապես, ֆիզիկական տարբերությունը դեռ մի բան էլ փոփոխության շատ շուտ ենթակա է։ Դուք գիտեք, որ հիմա կա միլիոնատ բան, ասենք ձև։ Հենց վաղը ես կարամ դառնամ 35 տարեկան գեղեցիկ մի աղջիկ։ Կարամ եթե շատ փող ունենամ ու կտցնի ինձ տեղ հանկարծ, հա։ Չէ, այստեղ ամեն ինչ տղամարդիկ ու կանայք տարբեր են, ահա որ նրանք տարբեր մոլորակներից են։ Նրանց ճաշակներն են տարբեր, նրանց հետաքրքրություններն են տարբեր, նրանց աշխարհ ընկալելն է տարբեր, եւ այդ ամեն ինչը երեխաներին պիտի պատմել։ Եվ պատմելու է ոչ միայն հերը ու մերը, որտեվ հերը ու մերը իրանց մտածածը պիտի պատմի գիտնականը, պիտի պատմի հոգեբանը, պիտի ասի աղջիկ ջան, էսը սենց է, եթե դու վաղը մի օր ամուսնանալու ես, Աստված քեզ նորմալ մի հատ ասենք ամուսին տա, որ քեզ հասկանա, իմացի, որ էս բաները չի կարելի անել, իմացի, որ տղամարդը երկու գործողություն միասին շատ դժվար է անում, որ տղամարդը եթե կենտրոնանում է ինչ-որ բանի վրա, նա շատ դժվար է ընկալում այլ բան, դա համար որ ֆուտբոլ է նայում, մի արի զզվծրա կողքից, արա, բերանդ փագի մի 10 րոպե, պերերիվը լինի նոր հաչա, հասկանում եք, այդ ամեն ինչը պետք է իրար բացատրվի։ Կամ տղամարդում, գիտես ինչ, կինը ուշադրություն է սիրում, կինը անուշադիր մնաց ուշադրության մեջ, եթե զգաց, որ դու իրան չես սիրում, նա քեզ ատելու է ուղղակի։ Մի արի ամեն անգամ, ասենք ամիսը մի անգամ, եթե դու նորմալ ասենք իրան վերաբերվես գոնե, ամիսը մի անգամ ծաղի կառնես կամ չգիտեմ ինչ որ ասենք կինո տանես թեկուց եւ չես ուզում, ինքը քեզ կպաշտի ուղղակի։ Հա, երբեմն որոշ բաներ պիտի անել այնքան էլ չուզելով կամ քեզ համոզելով, որ դա լավ է, որովհետև դա ընտանիք է, բա միասին եք ապրում։ Այդ հարգանք ասելը, բա չպետք է լինի։ Այդ սեր ասածը, գիտեք, բնությունը որ ստեղծել է մարդուն կամ եթե հավատացյալ եք Աստված, հա, եթե ստեղծել է մարդուն, ինքը չի ստեղծել, որ մենք ընտանիք ստեղծենք, ժողովուրդ։ Ինքը ստեղծել է, որ մենք բազմանանք։ Իսկ բազմանալը ընդամենը 10 րոպե է պետք։ Դրանից հետո տղամարդու բոլոր պարտականությունները բնության մեջ էլ չկան։ Որ շունն է, ասենք, իրա ձակին պահում, ասենք, եթե որց շուն է։ Կամ որևէ այլ կենդանի վերցնես, մայրն է պահում, ինչ-որ մի պերիոդ, երբ որ հետո կենդանի գնում է բնություն։ Մարդիկ էլ նույնն են, ուղղակի մարդիկ ունեն բանականություն։ Եթե դու ունես բանականություն, դու ստեղծել ես բարոյականություն, կրոն, մարդկային հարաբերություններ, պետություն, սահմանադրություն, քրեական օրենսգիր ու եւ այլն։ Բայց բնական կանոններից դա դուրս է։ Մարդիկ ստեղծել են դա, ու եթե դա ստեղծել են նաև ընտանիք։ Առաջ ընտանիքը ունենում են նրա համար, որպեսզի շատ երեխեք ունենան, որպեսզի իր դաշտը եւ անասուններին պահող լինի, որպեսզի իրեն ջուր բերող լինի։ Չէ՞։ Դրա համար ինչքան շատ, դրա համար կնանիք մի 20 անգամ հղիանում էին, այդ թղիությունից 20-ից 6-ը, 7-ը, 10-ը մեռնում էին, որովհետև դե 10-ի մեջ էին ծնում բան գոմերում, հա։ Ու ասենք այդ 20-ից 7-ը 8-ը մնում էր, փառք Աստծո, այդ 8-ից 3-ը մի քիչ ասենք թերհաս էին ուղեղով, որովհետև թեր էին սնուցվում, այն մնացածը ոչինչ, մեկին ուղարկում էին քաղաք կրթվելու, այն մնացածը դաշտ էին, դաշտում աշխատում էին։ Ընտանիքի մոդելը եղել է դա։ Հիմա 21-րդ դարն է։ Հիմա ուրիշ հարաբերություններ են։
Հիմա կինը առանց տղամարդու էլ կարա երեխա ունենա։ Հազար ու մի ձևերով։ Հիմա կինը առանց տղամարդու էլ կարա ընտանիք պահի, որտեվ տղամարդուց ոչինչով պակաս չի։ Եվ այս նոր դարաշրջանում պետքա նոր մարդկային հարաբերություններ։ Հին ընտանիքի մոդելը իրան վաղուց սպառել է։ Մեր տատիների, պապիների դժբախտ մոդելը արդեն այլևս չկա։ Հիմա ուրիշ է։ Եվ մենք մեր երեխեքին, ասենք մենք ոնց ենք դաստիարակում, պետք է շարունակես հորդ գործը, պետք է մեր հետ խոսա դու սուս մնաս, հերը կարա մի հատ գլխիր մի հատ ճտտցնի, հերը կարա մի հատ մոր բերնի նիչնի, մերը կարա սես մի հատ կայնա ասել դու փող բերել ես որ այ տղա, հա ու հաչավրել որ դու փող չես բերել, այդ մոդելը, այդ առաջ տենց էր, 17-րդ դարում տենց էր։ 17-րդ դարում այդ տղամարդը դաշտում չէր աշխատում, քրդնած տուն չէր գալի, բան չէ, ասենք դա արդեն լավ չէ, տղամարդ չէ։ Կամ եթե կինը 6 հատ երեխա չէր շարում, սաղուրը տունը գործ չէր անում, շինման աշխատում, բան, ուրեմն դա կնիկ չի, հարց չի։ Եթե թասը չէր դնում, ասենք բանի կեսրարի ոտերը լվում ջուրը խմում, ուրեմն դա կնիկ չի, դա հարց չի։ Հիմա այտենց չի, բայց մեր մոտեցումները մնացել են նույնը։ Դրա համար անչափահաս տղան հորը որոշել է սպանել, որտև հերը ծեծում է մորը։ Եթե դա լիներ առաջ 19-րդ դարում կամ դարասկզբին, միգուցե նա մտքով էլ չասներ դա անել, որտև պապան դա ճիշտ է անում էլի, հա։ Բայց հիմա տենց չի։ Հիմա մենք մի քիչ ուրիշ ենք, մի քիչ չէ, շատ ուրիշ ենք։ Եվ այդ շատ ուրիշը անկիրթ է ու անդաստիարակ, ժամանակավրեպ է, ժամանակից դուրս է։ Այդ ինստիտուտները պետք է ստեղծվի։ Այդ հոգեբանները, հոգեբուժները որոշ չափ, սոցիալական աշխատողները, այդ ինստիտուտները պետք է ստեղծի պետությունը։ Այդ բանը, չգիտեմ, կրթության գիտության բանի տենց այդ նախարարության կից երևի թե տես բան պիտի կամ միգուցե առանձին նախարարություն լինի։ Առանձին նախարարություն լինի, որը որ զբաղվում է ընտանիքներով, երիտասարդ ընտանիքներով։ Պետության գործառույթը ոչ միայն ուղղակի ասենք հիպոթեք տալն է, որ ասենք հեշտ փակել երեխեքի հետ փողը, չէ։ Եթե պետք է հեշտ փակել հետո բնակարանը առնեն իրար հեր անիծեն ու դեգեներատներ ծնեն, ասենք ումա պետք։ Հետո բաժանվեն, ումա պետք։ Իդեպ բաժանվելու մասին։ Եթե առաջ դա մի սարսափելի բան էր, որ ես էլի տես մի հատ ներկայացում ունեմ, որ ասենք բաժանվելը դա մի օբշիմ, sense մի կատաստրոֆա է, հիմա դա ամենացանկալի բանն է, ամենացանկալի, որովհետև այդ անառողջ մթնոլորտում աճող երեխեն լինելու է հոգեկան հիվանդ, եւ որքան շուտ բաժանվեն, այնքան լավ, ցանկալի է, որ երեխա չունենան նոր։ Էլ չեմ ասում, որ ամուսնանալուց առաջ պիտի մարդիկ ապրեն իրար հետ, պիտի կենցաղ կիսեն, մինչև դու կենցաղ չես կիսեն, մինչև այդ կինը չհասկանա, որ տղամարդու նասկու հոտը իրան հարազատ է, եւ տղամարդը հասկանա, որ կինը գնում է զուգարան, եւ իրանից հետո երբ որ մտնում է զուգարան, այնքան էլ հոտը բան չի, մաքուր չի դե հոտը։ Մինչև դա չհասկանան, չպիտի ամուսնանան, չպիտի երեխա ունենան, ես մի ասեմ կեղտոտ կենցաղային բաներ, կներեք ինձ իհարկե, հա, զզվելի է այդ ամեն ինչը, բայց դա կյանքն է, չէ, այդ դա կյանքը ընտանիքը, դա այն քրտինքի հոտն է, դա կեղտոտ լվացքն է, դա իրար հարգել ու սիրելն է հենց այդ մթնոլորտում, ոչ թե ծաղիկներ նվիրել, խնամին գնաց, խնամին եկավ, կոնյակը բերեցին, շոկոլադը կերան, այդ չի կյանքը, այդ չի ընտանիքը բարդ մի հատ ինստիտուտ է, բարդ։ Եվ եթե առաջ այն կառուցվում էր բռնության վրա, մեր տատիների ու պապիների վաղտ, հիմա փոխադարձ հարգանքի վրա պիտի կառուցվի։
Եվ ոչ միայն սիրո համար սերը այդ սերը ասա կենթանիների մոտ այդ կտխուցկի այդ շրջանն է, չէ՞, ծեչկան սկսվում է, ինչ որ բան են անում, սեքս են անում, բան են անում, բազմանում են։ Մարդկանց մոտ էլ է, դες ուղղակի մարդկանց մոտ այդ կտխուցկը ամբողջ տարվա ընթացքում է, ասենք, հա, անկանոն սեռական հարաբերություններ են, այսպես ասած, հա, եւ դա էլ անցնում է։ 1, 2, 3, 10 տարի հասկացանք, անցավ։ Ինչ պետք է մնա արանքը։ Մեծագույն հարգանք դիմացինի հանդեպ։ Պաշտամունք ուղղակի հարգանք, եթե դա չեղավ, ընտանիքը քանդվում է, 10 տարի հետո է քանդվում, ինչ տարբերություն։ Դա պիտի բացատրել, չէ, երեխեքին։ Դա գոնե չի զգա, բայց գոնե թեորիա կունենա։ Գոնե ծնողը չի կարա բացատրի դա։ Դա սոցիալական ինստիտուտներ են պետք որ բացատրեն դա, ասեն երեխեք ջան, արդեն հասուն եք, պարզա հորմոնները խաղում են, ուզում եք ավելի մոտիկ ինտիմ հարաբերություններ ունենաք, ճիշտ է, բայց էս բանը կա, ուտելուց հետո կշտանում ես, աշխարհի ամենահամով եւ ցանկալի պատառը դրած լինի դեմդ, բայց եթե դու կուշտ ես, դու այլևս ուտել չես ուզում։ Նույնն էլ այդ ինտիմ հարաբերությունները իրար հետ կողքը լստելու, ձեռը բռնելու, խոսելու, հեռախոսով խոսելու, դե լավ դու կախի, չէ, ես կախել եմ անցյալ անգամ, չէ, այս անգամ դու կախի, հա, չէ, լավ է, չէ, դե լավ, արի հաշվենք, 1, 2, հենց որ 3 ասեմ կկախես, հա, 3 Վայ, չկախեցիր, բայց ես ուզում եի կախել, ուտես մինչև առավոտ, այդ անցնելու է, ու դա պիտի իմանան։ Դա պիտի իմանան բոլոր երգերը, հավերժության սիրո, բոլոր այդ կինոները, դա սթիզ բաները։ Հարգանքն է մնում, որ մնում է։ Իսկ այդ հարգանքը պիտի լինի ոչ միայն ամուսինների միջև, այլ նաև երեխաների միջև։ Երեխաների հանդեպ, իսկ մենք երեխեքին մենակ սիրում ենք։ Երեխուն բթես, կերակրես, ուսում տաս, հագցնես, ահան, վсё։ Էտա։ Այդ երեխուներ աշխարհը, այդ երեխու հետ խոսելը, այդ երեխուն հասկանալը ինչ է ուզում իրականում, այդ ի վերջո ով է այդ երեխեն։ Մենք ինքներս չգիտենք մենք ով ենք։ Ինչ իմանանք երեխեն ով է։ Ոստեղից սկսվում է, դա արդեն ոնց որ ասում են լրիվ ուրիշ մի հատ թեմա է, մենք ովքեր ենք ընդհանրապես։ Համասին մի օր կխոսենք։ Բայց եկեք եզրահանգենք նրան, որ Փառք Աստծո, սովետից հետո վերջապես հոգեբանությունը դա բան չի, պորնոգրաֆիա չի համարվում եւ թույլատրելի գիտություն է, այսպես ասած, հա։ Որ հոգեբանների մոտ գնալը դա արդեն ամոթ չի ու շատերի համար, պարզա մինչև հասնենք նրան, որ ամեն ընտանիք պետք է հոգեբան ունենա, մի 100 տարի էլ կանցնի, եւ որ այդ ինստիտուտները սոցիալական ինստիտուտները, որոնք որ նախապատրաստում են եւ թույլ են տալի քեզ ամուսնանալ այնպես, ինչպես քեզ թույլ են տալի շենք կառուցել, որև սխալ կառուցած շենքը վաղը մյուս օր պատոհասա, կամ քանդվելու է, կամ պաժարը հանգնելու, կամ անհարմար ալնելու մեջ ապրել, չէ՞։ Այն նույնն էլ ընտանիքը, սխալ կազմած ընտանիքը պատոհասա հասարակության վրա։ Լավագույն դեպքում բաժանվում են, վատագույն դեպքում ծնում եւ դաստիարակում են դեգեներատներ, այդ դեգեներատները հետո գնում են պարլամենտ, այդ դեգեներատները հետո գնում են բանակ, այդ դեգեներատները հետո դառնում են մինիստր ու ունենք այն, ինչ որ ունենք, սիրելի հետևորդ։ Լավ, կշարունակենք այս թեման, ժողովուրդ ջան։ Հիշեցնեմ, որ ամսի 10-ին Բրբանքում խաղում եմ ստենդափ ընջան, ստենդափը լրիվ փոխել եմ, լրիվ ուրիշ ստենդափ է, էլի մեր խումբն է լինելու, ժամը 8-ին է սկսվում, տոմսերը թիկետ-միկետում են, խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր որ ցանկություն ունեն ռուսերեն տառերով գրեն ինձ կոմենտներ, թող դուրս գան ալիքից հենց այսօր, լատինատար նույնպես չգրեք, ասել եմ միլիոն անգամ, Տիգրան Մեծի ժամանակը չի, արդեն, հա, դες մի զգացեք թակավոր էլի, որ տենց, չէ, Մեսրոպ Ձյաձյան մեզ համար արդեն ստեղծել է գիր, հա, եթե հայերեն եք գրում, գրեք հայերեն,
Եթե լատիներեն եք գրում, գրեք անգլերեն, եթե ռուսերեն եք գրում, ապա գրեք ռուսերեն։ Որ ես կարողանամ կարդամ, ասենք ինձ դա է հետաքրքրում, էլի, որ կարողանամ կարդամ, պատասխանեմ, որովհետև ըստ ձեր էս գրածի ես նաև ստեղծում եմ եթերները։ Իսկ հիմա կնոպ կեն գտնենք ու կնհանգամ պայման վերադառնամ ենք հետո։